Սիրելի հայրենակիցներ և հատկապես սիրելի գյումրեցիներ, շատ կուզենայի մի պահ էկրան թեքվեր տեսախցիկները դեպի աջ կողմ և տեսնեինք Գյումրին, գյումրեցիներից փրկող ուժերին և իրենց սատարող թեկնածուներին գոյության կամ չգոյության արտացոլումը դալիճում։ Տիկին Գյուրեղյանը, եթե լսում է ինձ, խոսում էր լծակներից և վարչական ռեսուրսներից։ Տիկին Գյուրեղյան, եթե լսում եք ինձ, դուք տեսել եք այն ուժերին, որոնց սատարում եք իրենց նախընտրական ցուցակները։ Ձեր որ գունավոր կամ սև և սպիտակ երազում կտեսնեիք այդ ցուցակներում հոակների, պոակների, բժշկական կենտրոնների տնօրենների, կտեսնեիք թե ոչ, ես անկեղծ կուզենայի լսել այս հարցի պատասխանը։ Թեկնածուներից մի մասը խոսում է ներդրողների մասին, այ խոշորածավալ ներդրումներ կներգրավենք, ժողովուրդ երևակայական ներդրողների մասին է խոսքը, կամ այդ ներդրողները ընտրություններից ընտրություն են հիշում իրենց հոգևոր և ֆիզիկական կապը Գյումրիի և գյումրեցիների հետ, ուզում եմ հասկանալ։ Մեկը խոսում է ակադեմիական քաղաքը Գյումրի տեղափոխելու մասին, այդ խոսում են այն մարդիկ, ովքեր ակադեմիական քաղաքի սաղմնային փուլում, երբ խմորման փուլում էր, դա դեռ գաղափար էր, խոսում էին այն մասին, որ դա չպիտի տեղի ունենա, այ բոլոր հաստատությունները վաճառեք, տեղի հյուրանոցներ սարքեք, դրան է միայն միտված։ Մեկ կողմնորոշվեք, ի վերջո ուզում եք այդ ակադեմիական քաղաքը, թե չեք ուզում, թե Գյումրիում եք ուզում, մենք էլ հասկանանք էլ հիմա իրագործում ենք որտեղ այդ ծրագիրը։ Եվ այս աղմուկի ֆոնին ունենք թեկնածու Սարիկ Մինասյան, և չեմ խորշի, և չեմ հոգնի ամեն անգամ կրկնելուց, որ ունենք մի թեկնածու, ով ի սկզբանե ունի վստահության քվե նույն գյումրեցու կողմից, և ես վստահ եմ, որ գյումրեցին կվերահաստատի այս որոշումը նախնական, և անցում կատարելով սրբազան շարժմանը, այնինչ տեսանք 2 օր առաջ, դա ագրեսիայի շարժում էր, դա սրբազան շարժում չէր, և պարոն Գեգամ Մանուկյանը ափսոս այստեղ չի, երբ օրեր առաջ հանձնաժողովի նիստում կոչ էր անում կին պատգամավորներին դատապարտել X պատգամավորի արարքը լրագրողի հանդեպ նկատմամբ։ Ես նույն հաջողությամբ ուզում եմ ասել, պարոն Գեգամ Մանուկյան, կոչ արել եք ձեր գործընկեր Մհեր Մելքոնյանին, երբ այսօր գրառում էր կատարում կին քաղաքական գործչի վերաբերյալ և նրան հիստերիկ էր անվանում, կոչ արել եք ներողություն խնդրի այդ քաղաքական գործչից, շատ կուզեի լսել այս հարցի պատասխաններ, էլի եմ ուզում նշել, դատարկ դալիճի և աթոռների հետ եմ ես հիմա երկխոսության մեջ մտնել, սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ այնինչ մեկ ամիս առաջ դուք որոշեցիք, ամսի 35 կվերահաստատեք և նաև տարանջատում չդնելով փարաքարի մեր սիրելի քաղաքացիներին ևս կոչ եմ անում պարտադիր մասնակցել ընտրություններին և վերահաստատել և շարունակական դարձնել այն, ինչ սկսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառավարության աջակցության ներքո նաև։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան, Սարի պես Գյումրու թիկունքին։ Քաղաքացիական պայմանագիր, քվեաթերթիկ համար 1։